Երկար տևեց այս փուլը արդեն։ Լավ, քանի որ այս թեման է քննարկվում, եկեք բարբարքության կոնտեքստում էլ այս թեմային անդրադառնանք։ Այդ դուք մի շարք ընդդիմադիր գործիչների գործերն եք տարել դատարան, դատարանում ներկայացրել, պաշտպանել, ապացույցները հավաքել, մի քիչ առաջ թվարկեցիք բոլոր գործառույթները, որոնք դատախազի ապօրինցակման գործով անում է, հա։ Այդ ընդդիմադիր գործիչների մեջ մտնում է, ինչպես արդեն ասացի, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Սյունիքի մարզի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, Պաշտպանության նախարար եւ այժմ ընդդիմադիր խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանը եւ արդյոք սա չի կարող հիմք լինել, որ կասկածի տակ դրվի ձեր քաղաքական չեզոքությունը։ Եվ քաղաքական չեզոքության մասին մի հարց էլ տամ, եթե կուզեք առանձին պատասխանեք, եթե կուզեք մի հարցով տեսեք, դուք իրավապահ համակարգ մտել եք 2018 թվականի հեղափոխությունից հետո։ Արդյոք դա եւս այնպիսի հանգամանք չի, որը կարող է կասկածի տակ դնել ձեր քաղաքական չեզոքությունը։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Յանուսյան, երևի վերջին հարցից կամ, որովհետև ոնց որ դրանից էր երկրորդ հարցը դրանից է ծագում։ Այո, 2018 թվականի հայտնի դեպքերից հետո ես առաջին ուրեմն դատախազության ընդունելությամբ դիմել եմ եւ այդ մրցույթը հաղթահարելով 2018 փորձար այդ ուսումնառություն եւ այլն 2019 թվականին նշանակվել է մինչ այդ իրականում իրավապահ համակարգում աշխատելու երբեք ցանկություն անգամ գաղափար չի եղել իմ մոտ, բայց այդ պահին ես գտել եմ, որ իմ մասնագիտական գիտելիքներն ու փորձառությունը ժամանակն է եւ ճիշտ է, որ ներդնել պետության ուրեմն խնդիրների լուծման համար ես քանի որ արդեն 2-3 տարի աշխատում էի փորձաքննությունների բյուրոյում եւ քրեական գործերով տեսնում էի, որ ֆինանսական, այս թվաբանական, տնտեսագիտական հարցերից իրավապահ համակարգը միշտ թերանում է եւ միշտ խնդիրներ են առաջանում պարբերաբար տարբեր ուրեմն խորհրդատվություններ էինք մատուցում թե դատախազներին, թե քննիչներին, որոր դեպքերում իմ համար ակնհայտ էր, որ դա թե քննչական մարմինները, թե դատախազությունը այս ոլորտում լուրջ կաղում է եւ արդեն 2018 թվականից հետո ես որոշեցի, որ իմ փորձառությունը ժամանակն է, որ ուրեմն դատախազությունը դուք լսեցիք հարցը։ Բնականաբար այդ հարցին եմ պատասխանում։ Ասում եք ժամանակն էր, որ իմ փորձառությունը, ես օրինակ հասկացել եմ, որ դուք այդ մասով փորձառու եք իրականացնում։ Պարոն Յոնիսյանն ասում է, քաղաքական չեզոքության հետ կարող է խնդիր հանկարծ կարծիք ձևավորվի, որ քաղաքական չեզոքության խնդիր կա։ Ճիշտ եմ հասկացել։ Ասում եմ այդ մասով էլ։ Հա, բնականաբար չեմ կարծում, որ ակնկալում եք, որ իմ պատասխանը պետք է լինի այո կամ ոչ, իմ պատասխանը ինչ էլ որ լինի, այդ պատասխանը պետք է լինի հիմնավոր, սպառիչ եւ հավատ ներշնչող։ Կարծում եմ, որ այս փուլի տրամաբանությունը դա է եւ ես էլ փորձում եմ այդ տրամաբանության մեջ իմ պատասխանները ձևավորեմ, ներողություն եմ խնդրում ձեր համբերությունը չարաշահելու համար։ Ուղղակի հարցը որ տրվում է, պատասխանը կարևոր է։ Հիմա հարց տվող հասկանում է, որ պատասխանը կարևոր է, ինքն է որոշում ինչ հարց տա։ Դրա համար պատասխանը խնդրում եմ, որ դրա շրջանը։ Իմ իրավապահ համակարգ մտնելը կախված է եղել, պայմանավորված է եղել որոշ չափով այո քաղաքական իրադարձություններով, բայց իմ աշխատանքը երբևէ կաշկանդված եւ պայմանավորված չի եղել քաղաքական որևէ իրադարձություններով, քաղաքական որևէ շահերով եւ գտնում եմ, որ
համոզված եմ, որ երբևէ չի կարող կաշկանդված լինել քաղաքական որևէ շահերով, որովհետև իմ համար առաջնահերթությունը իմ հեղինակությունը, բարի համբավը եւ պետական իրավապահ համակարգի հեղինակությունն ու բարի համբավը անկաշկանդ, օբյեկտիվ, չեզոք աշխատելավոճը։ Բնականաբար խոսքը չի վերաբերում առհասարակ քաղաքական որևէ պատկերացումներ չունենալուն, խոսքը եթե ես ճիշտ հասկացա քաղաքական չեզոքության աշխատանքի մեջ քաղաքական չեզոքությանը, ես այդ չեզոքությունը պահել եմ միշտ եւ որևէ պատճառով չեմ պատկերացնում եւ չեմ պատրաստվում այդ քաղաքական չեզոքության ուրեմն պահանջը չկատարել։ Պարոն Քոչարյան, ձեր հարցի պատասխանը կարելի է երկու ձև ընկալել։ Մեկը դա այն է, որ 18 թվականին, չգիտեմ, քաղաքացիական պայմանագիր եկան, Նիկոլ Փաշինյանը եկան կառավարության, եկան իշխանության, եւ դուք դրա արդյունքում որոշեցիք, որ մտնում եք իրավապահ համակարգ, կամ որ դուք համարում եք, որ իրավապահ համակարգը եւ պետությունը այնպես է փոխվել 18 թվականի իրադարձություններից հետո, որի արդյունքում, չգիտեմ, դուք որոշել եք մտնել իրավապահ համակարգ։ Սրանցից որն է եւ քանի որ ես կանխատեսում եմ ձեր պատասխանը որը կլինի, նաեւ կխնդրեմ մանրամասնել։ Շնորհակալություն, պարոն Յովհաննիսյան։ Ձեր ասած երկու տարբերակներից բնականաբար երկրորդն է, իմ որոշումը պայմանավորված է եղել ոչ թե անձով կամ խմբակցությամբ կամ կուսակցությամբ, իմ որոշումը պայմանավորված է եղել երկրում տեղի ունեցող փոփոխություններում, այդ թվում իրավապահ համակարգում, այդ թվում հասարակության մեջ նոր սկսված որոշակի արժեհամակարգերի եւ մենթալիտետային փոփոխություններով պայմանավորված, այսինքն օբյեկտիվ այդ հանգամանքներով պայմանավորված է եղել իմ որոշումը եւ որոշումը կապված չի եղել կոնկրետ անձանց կամ կուսակցությունների իշխանության անցնելով եւ այլն։ Շնորհակալ եմ։